Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող 4 գյուղերը։ Հայտարարությունը հաջորդեց Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած սահմանազատման հանձնաժողովների մարտի 7-ի հանդիպմանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական 4 ոչ էքսկլավային գյուղերին՝ Բաղանի Սայրումին, Աշաղը, Ասքի Փարային, Խեյրիմլին եւ Ղզլ Հաջիլին, ապա դրանց պատկանելությունը Ադրբեջանին կասկածներ չի հարուցում եւ դրանք ենթակա են անհապաղ ազատման։ Հայաստանից դեռևս պաշտոնական մեկնաբանություն ու պատասխան չկա, բայց սահմանազատման հանձնաժողովի հանդիպումից առաջ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հաստատել էին Բաքուն 4 գյուղ է պահանջում առանց իր զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ Հայկական կողմի դիրքորոշման մասին մեր հարցմանը խոստացան պատասխանել։ Ադրբեջանի պահանջած այս տարածքները հիմնականում անբնակ են, դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհն ու Հայաստան մտնող գազամուղը։ Պետք է բացառել թշնամու պահանջների կատարմանը միտված որևէ քայլ, ասում է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ու հավելում, Ադրբեջանը միայն ձևացնում է, թե բանակցում է։ Կա դելիմիտացիա դեմարկացիայի գործընթաց, որտեղ պետք է տեղի ունենային տարածքային ճշգրտման հետ կապված հարցերը, բայց Ադրբեջանը մի կողմից փորձում է ցույց տալ, թե բանակցում է այդ ուղղությամբ, նույնիսկ փոխվարչապետների մակարդակով են հանդիպումներ տեղի ունենում, բայց միաժամանակ բարբերաբար կոնկրետ գյուղերի հետ կապված Ադրբեջանը պահանջներ ներկայացնում։ Դեպի նույնը վերաբերում է նաև այսպես կոչված Միջանցքի թեմային։ Ռազմավարական առաջնահերթություն Աբրահամյանը այսպես է ձևակերպում 4 գյուղերի նշանակությունը։ Բոլոր այն հատվածները Հայաստանի Հանրապետության, որոնք կամանորեն ամրագրված Հայաստանի Հանրապետության տարածքներ են, դրանով իսկ արդեն իսկ դին եւ արժեք են ներկայացնում մեր պետության համար, ակնհայտորեն դրանք զուտ ֆիզիկական գյուղերի հանձնում չեն, դրանք նաև Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունների հանձնում կլինեն եւ բնականաբար այս թեման ինքնին արդեն իսկ բոլոր կողմերից խնդրահարույց է։ Հանձնելու հող ու հայրենիք չունենք անկախ հնչող պահանջներից, ասում է Տավուշի թեմի առաջնորդը։ Դեռ հակառակը ունենք հող, տարածք, հայրենիք, որը բռնագրավված է, գողացված է մեզանից եւ մենք էլ կոչում ունենք այդ բոլորը վերականգնելու։ Հայկական կողմն ասում է ադրբեջանական օկուպացիայի տակ է շարունակում մնալ մոտ 200 քառակուսի կիլոմետր ընդգրկող 5 մարզերի 31 հայկական բնակավայրերի պատկանող տարածք։ Մինչդեռ պաշտոնական Բաքուն թվարկում է սեփական պահանջները, միաժամանակ հայկական կողմի պահանջն էլ անհիմն հայտարարություն որակում։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։